Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Չնայած նրա, որ Ադրբեջանը կարծես արդեն տոնում էր Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության ավարտը, որը 2027 թվականին այս պահի դրությամբ կավարտվի, եթե չէ երկարաձգվի, պետք է արձանագրել, որ այն գնահատականները, որը հնչացին Հայաստանից եւ այդ թվում Եվրոպական միության առաքելության ղեկավարից, ում ժամկետը ավարտվում է եւ իրան փոխարինելու է ուրիշ ներկայացուցիչ, Մարկուս Ռիտերի մասին է խոսքը, հստակ մեզ տալիս են պատկերացում նրա մասին, որ այն սցենարով չէ վիճակը զարգանում, ինչպես դա կուզեին Ադրբեջանում։ Նկատի ունեմ այն փաստը, որ աշնանը այս տարվա պատրաստվում են քննարկումներ Բրյուսելում, Եվրոպական միությունում առաքելության ապագայի մասին։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, հատկապես խոսք է գնում այդ պայմանագրի 7-րդ կետի, ապա եւ դա արձանագրված է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի այդ կարևորագույն համաձայնությամբ, պայմանագրի ստորագրման եւ վավերացումից հետո խորհրդարանների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի որևէ երրորդ կողմի ուժեր չպետք է լինեն տեղակայված սահմանին։ Դա իհարկե ներառում է նաեւ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, բայց սա շատ կարևոր այստեղ արձանագրում է, կետում նշված է չպետք է լինեն տեղակայված սահմանին։ Այսինքն, եթե մենք այս տարի արդեն ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռ դրա նաեւ որ վավերացվի այդ խաղաղության պայմանագիրը արդեն իհարկե Հայաստանում ընտրություններից հետո, ապա պետք է հստակ արձանագրվի, որ փաստացի 2027 թվականին իհարկե նույն տրամաբանությունով չի կարող երկարաձգվել առաքելությունը։ Ադրբեջանի ակնկալիքն է, որ առհասարակ առաքելությունը չի երկարաձգվի, բայց ես ոնց հասկանում եմ, նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունով Հայաստանը ցանկանում է, որ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակի իր ներկայությունը Հայաստանում։ Ինչպես է սա հնարավոր, որ չհակասի խաղաղության պայմանագրին։ Պատասխանը ակնհայտ է։ Սա պետք է տեղի ունենա այնպես, որ սահմանին տեղակայված առաքելությունը չլինի։ Դա նշանակում է, որ սահմանի խորքում, սահմանից հեռու հնարավոր է, որ առաքելությունը գործի, այդ թվում այն քաղաքներում, որտեղ որ իրանք հիմա էլ գործում են, եւ այդ թվում կարող են կիրառել ԱԹՍ-ներ, այո, այսպիսի հետախուզական ԱԹՍ-ներ սահմանի ուղղությունով, այսինքն առաքելությունը ֆիզիկապես ներկա չի լինի։ Կարող են կիրառել ուրիշ տեխնիկական սարքեր, տեխնոլոգիաներ եւ նաեւ դիտարկել ոչ թե ուղիղ հենց սահմանը, այլ սահմանամերձ շրջանները եւ գյուղերը, քաղաքները եւ այլն, որովհետեւ մենք չունենք գյուղ կամ քաղաք, որը սահմանին է գտնվում։ Բոլոր այդ գյուղերը գտնվում են սահմանից հեռու եւ ուստի սահմանին, ինչպես այստեղ նշված է, չպետք է լինեն այսպիսի ուժեր, չեն լինի։ Եվ ես կարծում եմ այս լուծումը շատ կարևոր է, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կարևորագույն դեր է կատարում հարգելի հայրենակիցներ կայունության ուղղությամբ, այդ թվում արևմուտքի հետ մեր կապերի զարգացման, պետք է ասել, որ Եվրոպական միության այդ առաքելությունը ընդհանուր եվրոպական անվտանգության շղթայի կարևոր մաս են եւ զուգահեռ դրա պետք է արձանագրվի, որ մենք օրերս ձեր հետ միասին այլ խոսում ենք, որ Եվրոպական միությունը հզորացնում է իր հնարավորությունները առհասարակ անվտանգության ոլորտում եւ այդ դիտորդական առաքելությունը ինքն իսկ արդեն կարևոր այսպիսի համագործակցություն է անվտանգության ոլորտում, այո, իրոք բավարար չէ, բայց Եվրոպական միությունը գնալով ավելի հզորանալու եւ ամրապնդելու է իր կապերը եւ հնարավորությունները եւ հաշվի առնելով դա համագործակցության բաղադրիչները նաեւ իհարկե եւ այդ համախմբվածությունը նաեւ հաշվի առնելով այդ ամենը այս առաքելությունը իհարկե շատ կարևոր է որ շարունակվի բացի դրանից իրանք շարունակեն հետևել նրան թե Ադրբեջանը ինչպես կպահպանի այդ խաղաղության փաստաթուղթը սահմանների դելիմիտացիա դեմարկացիան եւ կկարողանան իհարկե նաեւ տեսնել թե նույն այդ անկլավների ուրիշ հատվածներում ինչպիսի իրավիճակ է ձևավորում, այսինքն արդյոք Ադրբեջանը հարգում է այս պայմանավորվածությունները, թե փորձում խախտել, եւ Բրյուսելը
եւ բոլոր անդամ պետությունները Եվրոպական միության կունենան հստակ տեղեկատվություն միշտ այս հարցի շուրջ։ Սա նաեւ կարևոր քայլ է Հայաստանի անդամակցության համար Եվրոպական միությունում, որովհետեւ մենք էլ ավելի մոտեցնում ենք փոխվստահությունը, կապվածությունը եւ հնարավորությունները։ Այսինքն այս առաքելությունը աշնանը արդեն ես կարծում եմ, որ եթե միջև այդ ստորագրենք խաղաղության փաստաթուղթը եւ նույնիսկ վավերացվենք, բայց եթե ստորագրենք, ինչը մեծ հավանականություն ունի, ապա դա կտա Բրյուսելին հնարավորություն, որ մտածի, թե ինչպես է փոխում կարգավիճակը, եւ կարգավիճակը ես արդեն ասացի, որ հնարավոր է հեշտությամբ ուղղակի ձև փոխել։ Փաստացի Հայաստանի իշխանությունները դա են նաեւ ակնկալում, ինչը եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ այս որոշումը շատ ճիշտ է եւ ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը, այսինքն որ իրանք չեն գնում այն ճանապարհով, որ ասեն շնորհակալություն, ձեր անհրաժեշտությունը այլևս չկա եւ ստեսություն, դրա փոխարեն ասում են ոչ, անհրաժեշտություն կա, ուղղակի արեք համապատասխանեցնենք ձեր այդ ներկայությունը այս խաղաղության փաստաթղթին։ Բացի դրանից, ղեկավար Մարկուս Ռիտերը նաև խոսել է նրա մասին, որ շարունակելու են իրենց գործունեությունը եւ որ իրանք շարունակում են սահմանին գտնվել եւ ֆիքսել բոլոր այն իրավիճակները եւ զարգացումները, որոնք կան սահմանին, ասաց, որ երբ Հայաստան եկել են 2023 թվականին 2 տարվա ժամկետով եւ հետո 25-ին ձգվեց նաեւ էլի 2 տարով մինչեւ 27-ը, ապա իրավիճակը սահմանին շատ լարված էր, այդտեղ կային նույնիսկ կրակոցներ, նույնիսկ կային զոհվածներ այդ ժամանակ դեռ եւ շատ ծանր իրավիճակ էր, բայց հիմա նաեւ պետք է ասել, որ մեր գործունեությունը բերել է նրան, որ խաղաղության եւ վստահության այսպիսի համոզմունքի աստիճանը բնակիչների մոտ սահմանամերձ հատվածներում ել ավելի աճել է եւ եթե այն ժամանակ բոլորը վախենում էին, նկատի ունեմ սահմանամերձ բնակչությունը, որ պատերազմ կարա վերսկսվի, ապա հիմա կարող եմ ասեմ, որ իրավիճակը հանդարտ է, խաղաղ է եւ որևէ այդպիսի վախեր չկան ըստ Մարկուս Ռիտերի։ Եվ ինքը նաև ընդգծել է, որ այս առաքելությունը փորձում է նաև ապահովել ոչ միայն խաղաղություն, այլ նաև կայունություն եւ ընդհանուր առումով նաև փորձում է հակամարտությունից տուժած մարդկանց եւ բնակավայրերում փոխի անվտանգության այսպիսի մթնոլորտը։ Հիշեցնեմ, որ 2025 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվելու է եւ փոփոխություն է տեղի ունենալու ձևաչափի այս առաքելության, այն նպատակով, որ առաքելությունը շարունակվի նրանից հետո, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Հարգելի հայրենակիցներ, սա իհարկե շատ կարևոր հարց է, որովհետև Հայաստանը պետք է կարողանա բազմաշերտ համագործակցության եւ անվտանգության երաշխիքներ ստեղծի։ Մի կողմից մենք ձեր հետ միասին խոսում ենք Հայաստանի զինված ուժերի զարգացման եւ կարևոր հնարավորությունների մասին, նաեւ այսօր խոսել ենք հնդկական նոր զենքի մատակարարումների մասին եւ կլինի հղումը կարող եք դիտել եւ շատ կարևոր հարց է։ Մյուս կողմից մենք խոսում ենք իհարկե ընդհանուր այդ նոր զինտեխնիկայի մասին, նոր պաշտպանության այդ գոտիների մասին ամրոցներ կոչված ուղղություններով, բացի դրանից խոսում ենք իհարկե հենց խաղաղության բուն տրամաբանության մասին, խոսում ենք իհարկե Միացյալ Նահանգների միջնորդության մասին, այսինքն Հայաստանը ձևավորում է միանգամից մի քանի երաշխիք, որը միասին պետք է լինի անվտանգության երաշխիք։ Մեկ անվտանգության երաշխիք գոյություն չի կարող ունենալ, դա համ մեր զինված ուժերն են, համ հնարավորությունները դիվանագիտական, համ խաղաղության մթնոլորտը, համ տնտեսական փոխկապակցվածությունը, համ քաղաքացիական հասարակությունների քննարկումները, համ էլ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը եւ ամեն մի բաղադրիչը ունի իր կարևոր դերը այս ամբողջ շղթայում, ուստի ես իրոք համարում եմ, որ սա շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել, որ այս գործընթացում ուրեմն երկարաձգվի Եվրոպական միության առաքելության այդ գործունեությունը եւ տրամաբանությունը ուղղակի կփոխվի։ Մենք գիտենք, որ կան մի քանի պետություն, ով դժգոհ են, դժգոհ է սրանով Ադրբեջանը եւ դժգոհ է Ռուսաստանը, հատկապես Ռուսաստանը, որոնց թշնամի է համարում այս եվրոպական դիտորդներին, բայց միևնույն ժամանակ Իրանը այդքան էլ բարձրաձայն երբեք չի խոսել այդ խնդրի մասին իրականում։ Զուգահեռ դրա
հետաքրքիր է ընդգծել այն, որ վերջերս նույն Ռուսաստանը ևս փորձել է եւ դիտորդներին թշնամի հայտարարել, Ադրբեջանը իրանց նաև հետախույզներ է հայտարարում, շպիոններ այսպես, հենց այսպիսի բառ է օգտագործում իր հոդվածներում, բայց հետաքրքիր էր, որ նույն այդ տրամաբանությամբ փորձում են այդպես կոչված ընդդիմադիրները, այդ նկատի ունեմ ռուսական գործակալական ցանցը, որ ներկայացնեն եվրոպական դիտորդներին, իբրև իրանք Իրանի դեմ են այստեղ գործում, իրանք Իրանի դեմ այստեղ գործելու որևէ ոչ անհրաժեշտություն չունեն, ոչ հնարավորություն չունեն, եթե որևէ մեկը գիտի ինչպես են գործում, Վրաստանում այդ թվում կան եվրոպական այդ դիտորդները, այստեղ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ուղղությունով հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի եւ այդ ուրեմն հատվածներում Վրաստանի իրանք նաև վերահսկողություն են կատարում, ապա անհնար է, որ իրենք միտեղ գտնվեն ուրիշտեղ ինչ որ տեղեկատվություններ հավաքեն, իրենք գտնվում են, հավաքում են տեղեկատվություն այնտեղ, որտեղ որ գտնվում են, իսկ Հայաստանի դեպքում դա հայ-ադրբեջանական սահմանն է, որը շատ երկար է եւ որտեղ որ իրոք իրավիճակը անհրաժեշտ է, որ լինի ոչ միայն մեր վերահսկողության ներքո, նկատի ունեմ, որ որևէ ուրիշ կողմ էլ նաև պետք է ունենա այսպիսի չեզոք, իսկ Եվրոպական միությունը այդ առումով շատ բարձր աստիճանի վստահություն ունի այսպիսի տեղեկատվություն, այսինքն եթե Եվրոպական միությունը հայտարարի, որ այդտեղ Ադրբեջանը որևէ բան հակաօրինական է անում, ապա դա պետք է արձանագրվի, որ փաստացի այդ վստահությունը կձևավորվի եւ եւս մեկ անգամ ես ողջունում եմ այս կարևորագույն որոշումը եւ այս կարևորագույն նաեւ հայտարարությունը Արմեն Գրիգորյանի եւ ճիշտ ուղղությունով ենք շարժվում, պետք է շարունակենք այդ ուղով շարժվելը եւ գտնել Հայաստանի համար մատչելի տարբերակը, որով կարող է այս առաքելությունը ձևափոխվել։ Շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում լայքելը, անպայման նաև գրել ձեր մեկնաբանությունները եւ բաժանորդագրվեք, իսկ հիմա առաջարկում եմ դիտենք այդ կարևոր վերլուծությունը։